Հայաստան համայնքական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի շրջանակում Հայաստան են ժամանել հիմնադրամի տեղական մարմիններ ողջ աշխարհից, այն մարդիկ, ովքեր նվիրաբերում են այս կամ այն ծրագրին, եւ այսօր նրանք հանդիպում ունեն հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության հետ, որտեղ իրականացվում է կարևորագույն ծրագիր Արցախցի կանանց համար։ Ծրագրի շրջանակում նրանք ձեռք են բերում նոր մասնակցություններ, հմտանում եւ արդեն աշխատում։ Իսկ հիմա նրանք հանդիպման են գնանք տեսնենք, թե ինչպես են անցկացնում հանդիպումը։ Օր առաջին գնացինք։ Մենք մոտիկ են ծանցանք արցախցիներին, անոնք որ աս ծրագրին մասնակցեցան եւ շատերը դակավին կշարունակեն, դակավին չէ վերջացած։ Ավստրալիայով մեր գոմեն հովանավորած բռնի տեղանված կանանց համար աս ծրագիրը շատ լավ է եւ մենք կմտածենք որ շարունակել, որպես աս ամենամեծ աջակցությունը գլա Արցախեն տեղանվածներուն համար, մանավանդ որ շատերը կորց արժունի։ Երկրորդ մասնակցություն կամ ներով կրնան իրենց ընտանիքը բայեն, իրենց օրվա ապրուստը ջարեն։ Իսկապես շատ ուրախ ենք, որ այսպիսի ցերնարկը գազམ་ագերված է եւ ուրախ ենք, որ հիմնադրամը լիուլի ցեր պապակները, աղջիկները, դիգինները, որ թերսադություն է, մազարտարություն ովևէ բանի մեջ շատ ուրախ ենք եւ շատ արդյունավետ է։ Շատ ուրախ եմ այս ծրագրի համար, որ մենք որոշեցինք եւ օգնեցինք, իրագործեցինք եւ շարունակենք այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ դա շատ կարեւոր է, քանի որ այստեղ երիտասարդներին ուրախ դեմքերից տեսնում, բայց իրականացի մի ճակատակ իրավունք կորուստներ են ունեցել, բայց իրանք հավատ ունեն, հավատ ապագայի համար եւ դրա համար խիզախություն են ունեցել, նույնիսկ իրենց մասնագիտությունը, որ սովորել են համալսարաններում, ուսուցիչներ են եղել, հոգեբաններ, բժիշկներ, բայց խիզախ քայլ են արել նոր մասնագիտություն ստանալ եւ Հայաստանում իրենց տեղը գտնել եւ խոսում են բոլոր մաքուր հայերեն, ճիշտ ասած մի քիչ կարոտեցի արցախյան խոսակցությանը, բայց շատ հաճելի էր ծանոթանալ, համոզվել եւ իհարկե կշարունակենք այս գործը։ Շատ կարևոր էր, որ մեր շահառուները եւ այս ծրագրի իրականացման հետևում կանգնած եւ ահռելի ջանք ներդրած Սփյուռքի ներկայացուցիչները վերջապես միմյանց տեսան եւ հնարավորություն ունեցան մեր շահառուները եւ նաեւ մենք մեր երախտագիտությունը հայտնելու։ Տեղական մարմինների ներկայացուցիչների համար շատ կարևոր է տեսնել մարդկանց կյանքի փոփոխությունը, երբ իրենք հասկանում են, որ իրենց ներդրված ամեն լուման իրապես փոխել է ընտանիքներ, իրապես փոխել է մարդկային ճակատագրեր։ Հանդիպումը տեղափոխվեց Սարյանի տուն-թանգարան, որտեղ Հայաստան համայնքական հիմնադրամի տեղական մարմնի ներկայացուցիչները եկան ծանոթանալու հիմնադրամի կողմից Սարյանի տուն-թանգարանում տեղադրված AR/VR ծրագրին։ Գնանք միասին ծանոթանանք։ Մեր հոգաբարձուների նիստի շրջանակներում մենք կազմակերպում ենք ծրագրային այցեր Հայաստան ժամանած մեր տեղական մարմինների համար եւ ներկայացնում ենք այն ծրագրերը, որոնք իրականացվում կամ ամարտվել են տվյալ հաշվետու տարվա ընթացքում։ Այցելությունը Սարյանի տուն-թանգարանն է, որտեղ հիմնադրամը գործընկեր կազմակերպության հետ իրականացրել է AR/VR-ի կիրառությամբ Սարյանի նկարների, կտավների ժամանակակից մոտեցում եւ digitalization եւ հաջորդիվ երկրորդ օրվա ընթացքում այցելություն ենք ունենալու Գեղարքունիքի մարզում, այցելելու ենք Լեջապ բուժամբուլատորիան եւ Սևանի երաժշտական դպրոցը։ Տպավորությունը շատ մեծ էր, քանի որ այսօր սկսեցինք Արցախի կանանց հետ այդ ծրագրով, այո, եւ շատ ուրախ էի ծանոթանալ մոտիկից Տիկին Աբրահամյանի հետ ու իր կազմակերպության, որ տեսանք այդքան կանանց, որ երկրորդ մասնագիտություն, թեկուզ եւ առաջի մասնագիտությունը ին ձեռք բերել ու ինչպիսի իրենց կյանքը ինչպես է լցվել այդ աշխատանքի հետ կապված ու շատ հուզիչ էր տեսնելու, որ իրենց հույսը
դեռ չի կտրվել, մարել, այո, ու շարունակում են գործել, արարել ու Արցախի այդ մասնիկը մշակութային, նաև Հայաստանի Հանրապետության մեջ ձևավորել ու բազմացնել։ Հայցելությունը, որ մենք ունեցանք Արցախի դիկնայից հետ, շատ դպավորիչ էր, միևնույն ժամանակ շատ հուզիչ էր, անշուշտ, բայց իմ փափակս այն է, որ մենք գարենանք իրենց նեցուկ կենալ Արցախի դիկնայից եւ գարենանք իրենց ոտքի հանել։ Անշուշտ իրենք անցամ պետք է բայկարին այդ հարցով։ Շատ հաճելի էր, որ բոլորն ուսանած էին, իրենց արդեն կորձերը ունեցած են եւ հոս իրենց կորձերը փոխելով պիտի ստեղծեն նոր հայրենիքի մեջ ապրելու պայմաններ։ Մատով սեղմեք։ Կամ անգլեն է, կամ հայերեն է։ Սարյանի տուն թանգարանը շատ հետաքրքիր էր, նախ իրեն ծննդավայրը, իրեն աշխատանքները, իրեն նկարները, որ նկարած են, ամբողջ նպատակ ունի։ Այսինքն միտքը, որ հողը մարդ է, մարդը հող է, անի շատ հաճելի միտքն է ինձ համար անձնապես, եւ հուսամ, որ բոլոր ներկաներն այդ մտքով ապրին եւ միշտ այցելեն Սարյանի թանգարանը։ Քանի որ ապրելով Հունաստանում ու լինելով շատ այլ եվրոպական երկրների թանգարաններում առաջ անգամ տեսնում նմանատիպ ձևաչափ, որ այլ գույներով ես տեսնում ու այլ այս համագործակցության շնորհիվ հուսով եմ, որ կշատանա նաև այցելուների քանակը, շատ գեղեցիկ է, անգամ այդ որ դրեցինք VR-ի ակնոցները, տեսնել գույները իր բնական ներկապնակով շատ ընտիր մտահղացում է։